Իբրև Սուրբ Էջմիածնի միաբանության անդամ Առաքել Դավրիժեցին պաստորն իր գործունեության մեծ մասն իրականացրել է այստեղ, Սուրբ Էջմիածնում։ Նա հենց իր սիրելի ուսուցչի եւ ժամանակի կաթողիկոս Փիլիպոս Աղբակեցու հորդորով եւ հանձնարարությամբ 1645-46 թվականներին իբրև մայրաթոռի նվիրակ այցելել է տարբեր երկրներ, եղել մասնավորապես Օսմանյան կայսրության տարբեր հայահոծ կենտրոններում հանգանակություն իրականացրել եւ բերել այն վերաշինման գործի համար, որ նախատեսել էր այդ ժամանակ ամենայն հայոց կաթողիկոսը։ Հետաքրքիր է, որ Առաքել Դավրիժեցին իր երկասիրության մեջ նկարագրում է կոնկրետ անձանց գործունեության մասին, չի սահմանափակվում միայն ժամանակի կաթողիկոսին ուղղված գովեստով, այլև նշում է կոնկրետ անձանց գործունեությունը։ Այստեղ իհարկե պետք է կոնկրետ մի քանի անուններ նշել, մասնավորապես նա անդրադառնում է Ներսես Մոկացու, Մինաս Ծաղկողի, Ստեփանոս Լեհացու, Սիմեոն Ջուղայեցու եւ տարբեր այլ անձնավորությունների գործունեությանը։ Նա նաև նշում է, ինչպես ինքը համարում է դա բացառիկ օրինակ, Հիսուս Քրիստոսի հավատը վկայելու համար, այսինքն քրիստոնեական հավատի եւ ազգային ինքնության համար նահատակության դրվագ Անդրեաս Երեցի օրինակն է նկարագրում եւ իհարկե նրա աշխատության մեջ նաև առանցքային դեր ունի տվյալ ժամանակաշրջանի ռազմաքաղաքական իրադրության նկարագրությունը։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։